Կապանի դատարանում իրավապահները փաստի առջև են կանգնել բանակում մահացած զինվոր Սարգիս Սահակյանի իրավահաջորդի ներկայացուցիչների գնահատմամբ դատարանում փլվում է ինքնասպանության վարկածով մեղադրանքը։ Ինքնասպանության վարկածի շարժառիթն ըստ մեղադրական եզրակացության եղել է այն, որ Սարգիս Սահակյանն իբր թաքուն սնիկերս է կերել, այն չկիսելով ծառայակից ընկերների հետ եւ դրա պատճառով էլ նրան հայհոյել, ամոթանք են տվել եւ հասցրել ինքնասպանության։ 2012 թվականի նոյեմբերի 5-ին 19-ամյա Սարգիս Սահակյանը 1 տարի էր ծառայել, երբ ծնողներն իմացան, որ իրենց որդին մահացել է Մեղրիի Ծիրանաձորի հենակետում։ Նախաքննական մարմինը միանգամից առաջ քաշեց ինքնասպանության վարկածը, ծնողները անմիջապես բացառեցին այդ վարկածը։ Տղան ընտանիքին ասել էր, որ պիտի արձակուրդի գար։ Դեպքից 1 տարի 4 ամիս անց գործը քննող Կապանի դատարանում Սարգիսի ծառայակից ընկերները վկաները եւս պնդում են նախաքննական մարմնի ձեռք բերած չակերտավոր ապացույցների հակառակ դիրքորոշումը։ Լեյտենանտ դասակի հրամանատար Գոռ Մարգարյանը, որն ավելի վաղ մեղադրվել էր անգործության մեջ, սակայն նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, դատարանում ցուցմունքներ է տվել որպես վկա։ Նա իր նախաքննական ցուցմունքների հակառակ պնդումները դատարանում բացատրել է ճնշումների հանգամանքով։ Դատարանում վկաների ճնշումների պնդումները հաստատվում են դատական նիստերի ձայնագրառումով։ Դատական այդ նիստին ներկա է եղել նաև լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրան տանում եւ փակում է մեղադրողների սենյակում շուրջ 2 ժամ եւ այնտեղ կարգում է ռազմական ոստիկանության աշխատակիցների, որոնք պետք է պարտադրեին ուրեմն Գոռ Մարգարյանին, որպեսզի նա նորից գրի իր նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներ։ Սա աննախադեպ երևույթ է դատարանի շենքում անազատության մեջ պահել վկայի շուրջ 2 ժամ։ Մեկ շաբաթ առաջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատական նիստի ժամանակ հրապարակել են Գոռ Մարգարյանի փաստաբանական հարցմանն ի պատասխան տված ցուցմունքները մեջբերում։ Դեպքի օրվանից սկսած քննիչները եւ ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները անընդհատ կրկնում էին, թե իբր Սարգիս Սահակյանին փչացրել եք, չաթլաղացրել եք եւ այդ պատճառով էլ ինքնասպան է եղել մեջբերման ավարտը։ Վկան պնդել է, թե այդ հայհոյանքը եւ ինքնասպանության վարկածը հորինել են քննիչները։ Վկաների նկատմամբ ճնշումների մասին է պատմել նաև Սարգիսի ծառայակից Անդրանիկ Թադևոսյանը, մանրամասնում է Կապանի ռազմական ոստիկանությունում տեղի ունեցածը։ Քննչականի պետը, որ վախցնում էր, հետո ասաց, որ եթե այս ամեն ինչը չգրվի, չանեկնեց, շատ վատ կլինի, շափալախեց, հետո որ գրեցի, տարան մեկուսան եմ պահել մեզ, մի 4 օր մեկուսանում մենակ եմ եղել, հետո Թոմասին էլ մեկուսանում մենակ, մեզի իրար հետ գցեցին նույն խցում ենք մնացել իրար հետ մոտ մի 20 օր։ Անդրանիկ Թադևոսյանը վկայել է, թե իրեն հարցաքննել են Կապանի ռազմական ոստիկանության դիմացի շինությունից, մեկուսարանից բերելով։ Վկա Անդրանիկ Թադևոսյանը հիմա էլ ասում է, որ դատարանում ճիշտ ցուցմունք է տվել տրամագծորեն հակառակվելով մեղադրական եզրակացության պնդումներին, ապա նա հրավիրվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն։ Քննիչ Մուշեղ Բուլղադարյանի գործունեությունն այսպես է գնահատում Անդրանիկ Թադևոսյանը։ Քննիչ Բուլղադարյանը թաքցնում էր եւ փորձում էր իր գոլեգաների արածը թաքցնել։ Քննչական ծառայության քննիչ Մուշեղ Բուլղադարյանը նորից սկսել էր զանգահարել Անդրանիկ Թադևոսյանի ընտանիքին եւ պահանջել, որ նա գնա տեղեկանք վերցնի, որ նա վաղուց քաղաքում չի, այսինքն փորձում էր իջիկ դարձնել մեր այս վկայությունները, գյուղապետը չէր տվել այդ տեղեկանքը, նա շարունակել էր ճնշել։ Բացի վկաների աղաղակող հակասական ցուցմունքներից, աղաղակող այլ ուշագրավ տվյալներ եւս կան։ Նախ որ դեպքի վայրից այդպես էլ չհայտնաբերվեց գնդակը։ Դեպքի վայրից չհայտնաբերվեց պարկուճը, ինքնաձիգից կրակված պարկուճը։ Դեպքի վայրից առգրաված Սարգիս Սահակյանին ամրացված ինքնաձիգի վրա չհայտնաբերվեցին Սարգիս Սահակյանի փորձաքննությունների արդյունքում։ Չհայտնաբերվեցին Սարգիս Սահակյանի մատնահետքերը։ Սրանք ավելի շատ հենց հիմնավորում են սպանության վարկածը։ Եվ մենք բացահայտել ենք նախաքննական մարմնի կողմից կատարված տասնյակ անօրինականություններ եւ ուղղակիորեն հանցագործ գործողություններ։ Եթե օբյեկտիվ քննություն կատարվի, կարելի ասել գործը բացահայտված կլինի։